մոտեցումը չեմ կիսում։ Համեցեք բանկը չէ։ Ուրեմն հիմար բաներով խաբել եք դուք ու ձեր իշխանությունը այս տարիների ընթացքում ոչ թե մենք փորձում ենք իրականություն ցույց տալ մեր ժողովրդին ու սուս մնացեք որ խոսում եմ։ Դադարեցրեք, հա, խոսակցությունը։ Հիմա տեսեք, այստեղ դիսկուրսը իրականում դուք նորից ոնց որ միշտ փորձում եք տեղափոխել, երբ որ մենք այս ամեն ինչի վտանգների մասին խոսում ենք, փորձում է տեղափոխվել պատերազմ թե խաղաղություն դիսկուրսի մեջ։ Սա բնավ դրա մասին չէ։ Մենք ամեն դեպքում գործ ունենք մի երկրի հետ, ում հետ, այո, երկար տարիներ ունեցել են կոնֆլիկտ, այդ երկրին աջակցում է մի հատ այլ մեծ երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, ով քնած հային սպանողին հերոսացրել է, ով տարեց դիակներ է պղծել, դրանք հրապարակել եւ շատ ու շատ այլ բաներ։ Ի վերջո էթնիկ զտման է ենթարկել մեր հայրենակիցներին, միջև այդ շրջափակման մեջ պահելով, սովի մատնելով ու հիմա էլ շարունակում է ցինիկաբար դատել մեր հայրենակիցներին, աշխարհի բոլորի առջև խախտելով բոլոր տեսակի մարդու իրավունքները, համամարտկային նորմերը։ Հասկանում եք, այս հարցերը, որ մենք բարձրացնում ենք, սրանք շատ նորմալ է ու բնական է, մենք երբեք դեմ չենք եղել խաղաղությանը։ Մենք բարձրաձայնում ենք, ասում ենք լավ, սա այս երկիրն է, ով խոսում է անընդհատ ուրիշ ռետորաբանությամբ, որը չի համընկնում ձեր իշխանության ռետորաբանությանը։ Հիմա դուք ճանաչել եք իդեմս Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով։ Իրանք նման բան չեն արել։ Ես շատ կասկածում եմ, որ այս պայմանագրով անելու են դա քառակուսի կիլոմետրով։ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում ու նաև նշել կոնկրետ քառակուսի կիլոմետր։ Իրանք դրան զուգահեռ նույնը չեն անում։ Դուք վերադարձրել եք բոլոր գերիներին, նրանք նույնը չեն արել։ Սահմանադրության մասով իրենց այսպես մտահոգություններին ձեր սդեն որոշում է կայացնում փարատելու համար, դրանից նրանք չեն հանգստանում, խոսում ենք նոր սահմանադրություն ընդունելու մասին, իբր դրա համար չէ, բայց բոլորը շատ լավ հասկանում են ինչի համար։ Զուգահեռ այն, որ Ադրբեջանի սահմանադրությունը, ինչպես ասացիք, ունի նաև նույն նման պահանջներ մեր հետ կապված, մենք դրանից այսպես շատ թեթև ակնարկում ենք ինչ որ վախվորած վիճակում։ Հետ եք քաշում մեր դիրքերը, օրինակ Տավուշում, սահմանազատման գործընթացի արդյունքում ու իրանց կողմից անգամ խոսք չկա, որ իրանք պատրաստում են հետ գնալ այն տարածքներից, որոնք իրանք օկուպացրել են։ Շատ ցենց գործընթացը դե վերջին է ծրողական իրանց ձևով։ Իրանք ջերմուկից դուրս են եկել, Վայոց ձորից դուրս են եկել։ Հարցս կհասնեմ դրան։ Նրանք խոսում են 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, մենք մեր իշխանությունները նույնիսկ վախենում են բարձրացնել արցախահայության վերադարձի մասին պահանջ դնել, խոսալ գոնե թեման պահել օրակարգում, այն դեպքում, երբ որ աշխարհում բոլոր հիմնական երկրները սրա մասին խոսում են, չնայած իրենց բոլոր տարաձայնություններին։ Հիմա այս ամեն ինչը, որ դուք գնում եք այս ճանապարհին դեպի այսպես խաղաղության հասնելու ճանապարհին, զիջելով անդադ կատարելով պահանջները, սրանք օթից չի որ ասում ենք։ Մեր մտավախությունն է նա, որ այս ճանապարհին իրենք ստանում են այն ինչ ուզում են, ու ի վերջո այն վտանգները մեր երկրի գլխին կանգնած շարունակում են մնալ։ Այ այս կասկածները արդյոք տեղին չեն։ Արդյոք տեղին չեն եւ եթե տեղին են ու իրականում տեղին են, լավ ո՞նց եք դուք այս ամեն ինչը զսպում։ Որովհետև իրանց կողմից չի երևում այն խաղաղասիրությունը, ոնց որ ձեր կողմից է, ու բնական է, որ մեր մոտ հայ ժողովրդի մոտ այս կասկածները շատ լուրջ են։ Բնականաբար ցանկացած բանակցություն ենթադրում է երկու կողմանի մեկը մյուսին առաջ գնալու պատրաստակամություն։ Նաև գործընկերոջս հարցի հիմքում այն է, որ մենք նույնը չենք տեսնում։ Մենք անընդհատ տեսնում ենք այս իշխանությունների կողմից համաձայնվել իրենց պահանջներին։
Հակառակը չենք տեսնում, բնականաբար հարց առաջանում բոլորիս մոտ։ Լավ, այս այն երկիրն է, վերջ-վերջո հասկանում ենք, չէ՞, Թուրքիա, Ադրբեջանի նպատակը այս տարածաշրջանում որն է։ Տեսել ենք, մեր մաշկի վրա զգացել ենք այդ ամեն ինչը։ Կներեք, եթե ձեր լավատեսությունը չեն կարողանում կիսել, ու այս հարցերը բնական ձևով առաջ են գալիս։ Ուրեմն խոսքը բոլորովին լավատեսության կամ հոռետեսության մասին չի,